Ձեր որդին ևս քարորյա պատերազմի ժամանակահատվածում զոհվեց, հաճախակի էիք հանդիպում Ռոբերտ Աբաջյանի մոր հետ, ինչ էիք քննարկում, այս օրերին տեսնում ենք, թե ինչպես են քարորյա պատերազմի հերոսների մայրերը ամենատարբեր գրառումներ անում, որ մինչև հիմա դեռևս քննարկում են այդ ժամանակահատվածը, հակառակորդի գործողությունները։ Մենք բոլորս քարորյա պատերազմյան մահացած հերոսների ընտանիքներով բոլորս դարձել ենք մի ընտանիք, բոլորս մենք շուտ իրար հետ հանդիպում ենք, ուղղակի երևի մի քանի ամիսեր ինչ աննային չենք հանդիպել, սա մի անդառնալի ցավ էր, ոչ մեկս չենք հավատում, մանավանդից չի հավատում, ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, սա մոր կարոտներ, կարոտեց ինքը գնաց հասավ իր որդուն։ Ճիշտ է, մենք բոլորս ժպտում ենք, ծիծաղում ենք, ժպտում ենք, իրար հետ խորհրդակցում ենք, խոսում ենք, աշխատում ենք, բայց ոչ մեկ չգիտի դիմացնի, չգիտի մեր ներսում ինչ է կատարվում։ Նաև լուր հետևում եք, թե ընդհանրապես ինչ է կատարվում, ովքեր այս օրերին ինչ խնջույքներ են անում։ Այո, ամեն ինչն էլ հետևում եմ։ Ինչ բառեր ասեմ։ Իսկ Գրիգորը Աբաջյանի հետ հենց նույն հատվածում են ծառայել։ Չէ, Գրիգորը եղել է 215 պոստում, իսկ Աբաջյանը եղել է 216 պոստում։ Տեղանքով Մարտակերտ Թալի։ Այո, Մարտակերտ մեկ է Ջաբրայել։ Սոֆիացների հատակված տղաների ընտանիքների իշխանության, պետության, պաշտպանության նախարարության կողմից հատուկ վերաբերմունք, ուշադրություն, ինչ-որ այսպիսի ժեստեր լինում այն։ Ես բոլորից շնորհակալություն եմ հայտնում պաշտպանության նախարարությունից, կառավարությունից, Երևանի վարչական շրջանի ղեկավարից, բոլորից, բոլորն էլ մեկ-մեկ այցելել են, բոլորն էլ մեզ հիշում են, մինչև այսօր էլ մեր կողքին են, ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Տիկին Անահիտ, վերջին ժամանակահատվածում կոնկրետ երբ եք հանդիպել եւ ինչ էր ասում, ինչ խնդիր առաջացավ, որովհետեւ բավականին տարիք է ելում։ Մի քանի ամիս առաջ եմ հանդիպել Աննայի հետ, Արտահական Եռաբլուրում։ Ուղղակի հարցրեցի իր ինքնությունը, հարցրեցի ինչպես է, ոչինչ չասեց, ասեց լավ եմ, այդքան բան։ Ուղղակի սա հանկարծակ էր, բոլորս էլ շոկի մեջ ենք։ Առողջական խնդիրներ չուներ, ինչպես Չէ, ոչ, երբեք չի խոսացել, երբեք ոչ մի բան չի ասել։ Այդ առողջական խնդիրներն էլ որդիներին կորցնելուց հետո ալինում։ Մեկը հենց ես, որդուն էլ ես Գրիգորին կորցրեցի, ես ոչ մի բան չգիտեմ, բայց հետագայում առողջական խնդիրներ առաջացան։